Ընտրություններից առաջ մասկի շոուներ կազմակերպելով հատուկ ջոկատայինները մեկ բերման են ենթարկում Փաշինյանի ընդդիմախոսների, մեկ էլ հենց վարչապետի թիմակիցների թիկնապահներին։ Ապօրինի զենք փնտրելու պատրվակով են ստուգումները, ասում են իրավապահները, փորձագետները այլ կարծիք ունեն։ Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե անհաշտ պայքար է մղում ապօրինությունների դեմ, մինչդեռ նպատակը զուտ քարոզչական է։ Եկեք ֆիքսենք, որ քանի մեր երկրում օրենքով արգելված չի պահնորդական ծառայությունից օգտվելը, մենք ապրում ենք ազատ երկրում, մարդը ունի հնարավորություն, ունի միջոցներ, անկախ նրանից իրեն վտանգ սպառնում է, չի սպառնում, ուզում է օգտվում է ծառայությունից։ Մարդկանց չպիտակավորենք։ ՔՊԱ-կանի այս խոսքերը ուղղված էին մեկ այլ ՔՊԱ-կան Անդրանիկ Քոչարյանին, որի կարծիքով մարդիկ հաստավից թիկնապահներ են վարձում իրենց հզորությունը ցույց տալու համար։ Որտեղ պահնորդականը շատերը դիտում են որպես զորք ունենալու հնարավորություն։ Մուսկուլները ցույց տալու մեքենայի տեսքով, վզերի տեսքով, դա վերացվում է, վերացվել է շատ դեպ հիմա, բայց հիմա ավելի կանոնակարգված կլինի, էլի կվերացվի։ Էպես որ պահնորդը չի փրկելու, ապրասկյանքն է, որակապես փոխվի, որ մարդը չդառնա թիրախ։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոխել պահնորդական եւ թիկնապահական գործունեության մասին օրենքը։ Պաշտպանվող յուրաքանչյուր անձի տեղաշարժը կարող է իրականացվել միայն մեկ ավտոմեքենայով, որի մեջ կարող է գտնվել 3-ից ոչ ավելի թիկնապահ, այդ թվում վարորդ թիկնապահը։ Պահնորդական ծառայություն իրականացնող եւ միաժամանակ ուղեկցող երկրորդ տրանսպորտային միջոցը առաջացնել է վարչական տուգանք 500,000 պատիկով։ Իշխանական падգամավորները փորձում են համոզել, թե իրենց օրոք կտրուկ կրճատվել են թիկնազորով պտտվողները, այլևս փողոցում զենքով հաշիվներ չեն պարզում։ ՔՊԱ-կան Արսեն Թորոսյանն ասում է, ով փող ունի, թող օգտվի թիկնապահներից, բայց իրենց ուղերձն այն պիտի լինի, որ մարդիկ հասկանան, թե անվտանգ երկրում են ապրում։ Խրախուսենք հակառակ վարքագիծը, որ ժողովուրդ ջան, անվտանգ է մեր երկրում, հանգիստ մանեք, ոչ մեկ ձեզ չի ուզում սպանի, իսկ եթե ուզենա սպանեն, ձեր պահնորդները ձեզ չեն փրկելու 100%։ Ընդդիմադիր падգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղեկցող թիկնապահներին մերթընդմերթ բերման ենթարկելու օրինակներն է հիշեցնում, ակնարկում, որ մասկի շոուներով իշխանությունը փորձում է ճնշել ընդդիմախոսներին։ Թղթով ամեն ինչ նորմալ է, բայց ուզում հիշեցնեմ մի քանի շաբաթ առաջ Արթուր Վանեցյանի հետ կապած ոստիկանության սենսացիոն փայլուն աշխատանքը, որ պարբերաբար Արթուր Վանեցյանի հետ եղածների տանում։ Տարօրինակ բաներ կտա։ Տարօրինակ բան չի։ Մանուկյանը նաև հորդոր ունի լրատվամիջոցներին։ Ուշի ուշով պետք է հետևել, թե ընդունված օրենքը գործելու է իշխանական падգամավորների դեպքում։ Ուղեկցող մեքենաներով ովքեր են շրջում են արդյոք եւ որպես չորրորդ իշխանություն ձեր վերահսկողության ֆունկցիան կատարեք։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով այնպես չէ, որ օրինախախներին հայտնաբերելու ժամանակ միանգամից տուգանելու են։ Այտենց կանգնեցնելու տուգանել չի, նման դեպքերով վարչական վարույթներ են նախաձեռնվելու եւ քննվելու է եւ բոլոր հանգամանքները պարզվելու են։ Եթե մի տրանսպորտային միջոցի մեջ լինելու է մեկ պահպանվող անձ եւ 3 իր թիկնապան, սա մի մեքենա, սա մի իրավիճակ։ Առնվազն 3 է։ Չէ, առավելագույնը 3։ Երկրորդ մեքենայում այլ պահպանվող անձը իր թիկնապան, սա այլ բան, այսինքն երկու անձ օգտվում են տարբեր ծառայություններից։ Ներքին գործերի փոխնախարարն ասում է, կտրուկ ավելացնելու են մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը։ Ըստ վիճակագրության լիցենզավորված շուրջ 200 պահնորդական կազմակերպությունից շուրջ 3 տասնյակն են այսօր որակյալ ծառայություն մատուցում։ Խնդրում եմ քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ օրինագիծ ընդունվեց։ Մարտի 25-ին մեկնարկող խորհրդարանի քարոզիայում անհետաձգելի կարգով կքննարկվի ներքին գործերի նախարարության առաջարկությունը։ Կարնե Մանգասարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։